Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը եւ այսօր կփորձենք միասին ամփոփել անցած ընտրությունները մեր հյուրն է բոլորին դեմ եմ արդեն ինքնալուծարված կուսակցության նախագահ Արամ Քոչարյանը բարև ձեզ պարոն Քոչարյան Բարև ձեզ Դեռ ինքնալուծարված չենք Հա բայց որքան ես հասկանում եմ process-ի մեջ եք ճիշտ է Հա դիմել ենք որ բան է լուծարման համար պետք է համագումար լինի առաջին անգամ է դեպ Հայաստանում ոչ մի կուսակցություն չի լուծարվել մենք որոշել ենք լուծարվենք Շատ լավ, դա ձեր նախընտրական խոստումների մեջ էր, որ ամեն դեպքում վերջում ինքնալուծարման process-ը տեղի կունենա։ Այդուհանդերձ ես ուզում եմ սկսել ամենասկզբից, պարոն Քոչարյան, եւ նոր բոլորին դեմ եմ հայտ ներկայացրեց, որ կմասնակցի քաղաքական process-ներին եւ առհասարակ ընտրությանը, շատերին թվում էր, այդ թվում եւ ինձ անկեղծ լինեմ, որ մոտավորապես 5-ից 10,000 ձայն կհավաքեք։ Այդուհանդերձ դուք 21,000, եթե չեմ սխալվում, ձայն կարողացաք հավաքել բավականին կարճ ժամանակաշրջանում դուրս գալով քաղաքական դաշտ եւ բավականին սուղ ռեսուրսներ ունենալով որքան ես հասկացա ըստ ձեր արած ակցիաների եւ քաղաքական գործունեության համար հիմնականում կրեատիվության հաշվին դուք ինչով եք բացատրում կամ ձեր կարծիքով դա շատ է թե քիչ ձեր նախնական մտածած թվից եւ ինչով եք բացատրում ձեր հաջողությունը կամ անհաջողությունը ինչպես եք դուք դա գնահատում Մեր գնահատականը այն ինչ մենք արձանագրել ենք ընտրությունների արդյունքում, դա տոտալ անհաջողությունն է։ Այսինքն այն թե մենք համեմատած ուրիշ կուսակցությունների համեմատած այն ժամանակի կամ համեմատած այն ռեսուրսի, որը ունեինք ու ինչքան ձայն ենք հավաքել, դա ընդհանրապես էական չի, դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Մեծ հաշվով նույնիսկ ոչ մեկի չի հետաքրքրում, թե դու ընդհանրապես ինչ մտքով էիր դա անում, ինչքան տանջվելով ես արել, ինչքան հեշտ ես արել, ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Կա արձանագրված փաստ, որ մենք չենք հասել ընտրական շեմը, դա անելով փաստացի ոնց որ քաղաքացիների ձայները փոշիացրել ենք, դա չի վերածվել ոչ մի քաղաքական կապիտալի, ոչ մի քաղաքական որոշիչ դերի ու վերջ։ Դա մեր գնահատականը այն է, Իսկ որն է ձեր նպատակը, այսինքն լավ ելքը, չեմ ասում գերազանց, հա, լավ ելքը ձեր կարծիքով որը պետք է լիներ, այսինքն ինչի պետք է դուք հասնեիք, որ առնվազն տենց բավարարված ձեզ գայիք։ Հաղթենք։ Առաջի տեղ, այսինքն։ Չէ, առաջի տեղ չէ, մենք երբեք չենք էլ ասել, որ մենք հավակնում ենք առաջի տեղին, որ Ուզում եմ այդ հաղթանակը որն է, անցնել պարլամենտ։ Անցնել պարլամենտ, որտեղ որ ինչքան, նայեք, օրինակ հիմա որ նայեք թե ոնց էր կազմված պարլամենտը, եթե մենք 4% ձայն էինք հավաքում, լինում էր այն մեր ասած սցենարը։ Մենք հայտնվում էինք այն դերում, որտեղ որ մեզնից կախված էր լինելու թե ով լինելու իշխանության։ Ելնում էր հենց մեր ասած սցենարը, եթե մենք ընդհանրապես հավաքում էինք 4%, այսինքն անցողիկ շեմը հավաքում էինք։ Այդ էր մեր ուզած լավագույն։ Բայց դուք չէիք ինքնալուծարվելու, պարոն Քոչարյան, այդ դեպքում ձեզնից ինչ պետք է կախված լիներ։ Չէ, եթե ոչ մեկ իշխանություն չի ձևավորում, այդ առաջի փուլում մենք ինչ ենք ուզում անենք։ Մենք մեծ հաշվով այդ 4%, եթե հավաքենք այդ 4%-ը, այդ քաղաքացիների ձայնով, այսինքն բոլորին դեմ եմ քաղաքացիների ձայնով Փորձում էինք լուծել այն խնդիրը, որ Հայաստանում մարդիկ բոլորին դեմ եմ չլինեն։ Ու մեր գնահատմամբ այդ խնդիրը այն էր, որ Հայաստանում արդար ու ազնիվ ընտրություններ չեն անցկացվում։ Դրա համար մարդիկ բոլորին դեմ են։ Ինչ որ մասը էլի իհարկե դա չի վերաբերվում բոլորին, այդ մեր գնահատականն էր, դե տեսանք մեծ հաշվով, որ այդքան էլ լավ գնահատական չէր, այն ինչը որ մենք գնահատել ենք։ Բայց փաստացի այդ էր, այսինքն մեր պլանը այն հաջողությունը այն կլներ, որ Հայաստանի Հանրապետությունում կյանքում, ասենք մեր պատմության մեջ մի անգամ արդար ազնիվ ընտրություններ կազմակերպվեր։ Դրա մնացած ցանկացած սցենարը ոչ մի ձև այն որ ոնց չգիտեմ եթերային չի, բայց սրտին մխիթարանք չի, էլի։ Դե ստացվում է այսպես, եթե դուք ասում եք մենք անցանք 4%-ով մտանք պարլամենտ եւ մեզնից որոշված կլիներ թե ով է լինելու իշխանությանը ինչպես այսինքն ստիպված ձեզ հետ կգային խոսելու իշխանությունները ստիպված ձեզ հետ կգան խոսելու ընդդիմությունները ինչ պայմաններ դուք առաջարկեիք Դե հենց այդ ամբողջ բոլորին դեմը մի ծրագիրը
նախագծված է եղել այդ վերջնական կետից հետ գալով։ Այսինքն նայեք, մենք եկել ենք, պատկերացրել ենք մի իրավիճակ, որտեղ որ 50-60 հազար քաղաքացի մեծ ձայն է տվել, պատկերացրել ենք այն իրավիճակը, որտեղ որ այդ 50-60 հազարի ձայնը կարա որոշիչ լինի, որովհետև մենք մեծ հաշվով ուզում ենք այդ 50-60 հազար ձայնով բերենք փոփոխություն, պատկերացրել ենք այդ վիճակը որն է, որ ոչ մեկ մեծամասնություն չի հավաքի, թե հավաքական իշխանությունը, թե հավաքական ընդդիմությունը, ու այդ ձայնը Դիպած գալիս եմ ձեզ հետ պայմանավորվելու։ Այդ պայմանավորության սեղանին դուք ինչ եք արել։ Դե հիմա այդ կետը, որ մենք պատկերացրել ենք, դրանից հետ գալով ասել ենք, օքեյ, բա այդ իրավիճակում մենք ինչ կարանք առաջարկենք, որ այս 50-60 հազար մարդու ոնց որ քվեարկատի ինչ որ բանի վերածվի, դա եղել է ստանձնել իշխանություն 100 օրով, փոխել ընտրական օրենսգիրքը, կազմակերպել նոր ընտրություններ ոչ մեր համար։ Մենք լուծարվելու ենք գնանք կազմակերպենք ընտրություններ բոլորի համար, առանց ոնց որ նախասիրությունների ու նախընտրանքների։ Ու մենք գնանք կազմակերպեցիք ընտրություններ նորից նույն համակարգով, նույն չափաբաժնով ընտրվեցիք պարլամենտ։ Ինչու եմ ես սրան տանում, այսինքն կա կարծիք եւ այդ կարծիքը այնպես չէ որ հիմնավորված չի, որ նման փոքր ուժերը եւ նաեւ ձեր առաջարկը իջեցնել մուտքը, հա, պարլամենտ մինչեւ 1% պայմանավորվածությունների հույսով սա կարող է բերել երկարատև պարլամենտական ճգնաժամների, այսինքն երկիրը պարզապես կանգնում է ստոպ կրանի մեջ եւ անընդհատ ընտրություններ վերարտադրվել, անընդհատ չպայմանավորվել, ինչու ձեզ հետ օրինակ ընտրված երկու մեծ ուժեր ընդդիմության եւ իշխանության պետք է որոշեն, այո, ձեզ տան իշխանությունը եւ դուք 100 օրով ստանձնեք իշխանությունը, եթե իրանք կարող են պարզապես այսպես ասած կանգնեն օդի մեջ, հետո ասեն դե ճգնաժամը ոչ մի կոալիցիա չի կարողանում ձևավորվի, նորից ընտրություններ ու այսպես անընդհատ։ Այդ դրա պատասխանը շատ բարդ է, այդ բոլոր խնդիրներից խուսափելու մի ձև կա։ Եկեք ով որ շատ ձեն է հավաքում, թող մնացած բոլոր կուսակցություններին նենցանի, որ ազգային ժողով չանց։ Հա, մի վարքյան, տենց անում են հիմա փաստորեն։ Այո։ Հա, մի քիչ անում են, ինչ որ մասշտաբի տենց ան։ Ձեր առաջարկը դա է։ Մեծ հաշվով այդ քննադատությունը որ կա, ոչ թե կոնկրետ ձերը, այդ մարդկանց առաջարկի հետ ասում են ախպեր մը թակավորը բերեք մեր գլխներին, թող ոչ մեկի հետ ոչի բան չպայմանավորվի, ինչ մտքով ասում է թողանի, այդ մարդիկ դա են առաջարկում։ Ես էլ ասում եմ, չէ, Հայաստանի Հանրապետությունը տենց չի լինելու։ Ուզում եք տենց առաջարկեք, ուզում եք մի առաջարկեք։ Հայաստանի Հանրապետությունը տենց պետություն չի լինելու, որտեղ որ ինչա ինչ որ մեկը մնացածից ավելի շատ ձայնը հավաքել, ինքը կարա որոշի թե հասարակության այն մնացած հատվածները, որոնք որ իրան ձայն չեն տվել, արժանի են արդյոք խորհրդանում ներկայացված լինելու, թե չէ։ Այդտենց չի լինելու։ Հիմա չստացվեց մեր մոտ տենց անել, որ չլինի, հակառակ էլ ավելի վատ բան եղավ, բայց ապագայում տենց չի լինելու։ Վերջի վերջո մենք պետքա ունենանք այդ ֆունդամենտալ մի հատ ինստիտուտ, որ նորմալ է աշխատում, որ իմանանք, նայեք, իսկ այնքան հոգնեն չպայմանավորվելուց, որ ստիպված նստեն եւ պայմանավորվեն։ Բա ինչ պիտի անեն։ Ոնց որ բա ուրիշ տարբերակը ո՞րն է։ Ուրիշ տարբերակը այն է, ինչ մենք հիմա ունենք։ Հիմա ու ոնց հասկանում եմ դժգոհները քիչ են։ Նայեք, այդ էլ է հետարքիր բան, այսինքն նայեք, ինչ եղավ այս ընտրություններին փաստացի։ Ոնց որ ոչ ինձ թվում է ոչ մեկի համար զարմանալի կամ ինչ որ բան փաշ չեմ ասի, որ 55000 քաղաքացի էական այդ մարդիկ իրականում գնաց ձայն են տվել։ Այդ ձայները արձանագրվել է Բարգավաճ Հայաստանին, այդ ձայները արձանագրվել է։ Ընդ թե ինչ օրենսդրական տրյուկեր են արել, որ ոնց որ Բարգավաճը չի անցել, դա կարևոր չի։ Արձանագրված է, որ այդքան մարդ ձայն է տվել, այսինքն հաղթարել է շեմը ու Բարգավաճը պետքա լիներ։ Հիմա նայեք ոնց որ ես էլ այսպես նայում եի արձագանքները եւ այլն, տպավորություն է, որ մարդիկ դե օքեյ են էլի դե Բարգավաճին տենց էլ պետք էր էլի այդ ինչ կուսակցություն ով է Գագիկ Ծառուկյանն է որ մի հատ էլ ոնց որ տեսել եք իր անցյալը ոնց է հարստացել թալանել է էս արեն արել ոնց է հնարավոր լավ էլ եղել է իրեն որ իրան չեն այդ մի մասը իսկ այն մյուս մասը որոնք ֆունդամենտալ ընդդիմության կողմից են հա այսինքն այնքան այն ուզում որ իշխանությունը հեռանա որ բոլոր ընդդիմություններին էլ սատար են կանգնում հիմա երբ որ դու ես մարդկանց երբ նոր էր սկսվում ճնշումները Գագիկ Ծառուկյանի դեմ հրավիրում ես միտինգի բայց ինքը չես ներկայանում
Այսինքն ընդդիմության մենք շատ խոսում ենք, որ իշխանությունը շատ վատ է վարվում եւ դրա մասին բաց խոսում է, դա միանշանակ այդպես է, դա չի քննարկվում։ Բայց չէ՞ կարծում արդյոք, որ ընդդիմությունն էլ այնքան էլ շահագրգռված չի, նույն Բարգավաճ Հայաստանն էլ այնքան էլ շահագրգռված չի իր իրավունքների պաշտպանման։ Նայեք, դա իրանց խնդիրն է, ոնց որ իրենք ոնց ուզում են անում են, կուզեն հասնեն հաջողության, թե չէ, ես ամեն դեպքում ինձ չեմ ընկալում որպես այդ ձեր ասած տիտուլային ընդդիմության կամ այսպես ասած այդ խորքային ընդդիմության մաս էլի, որովհետև մեծ հաշվով իմ գնահատականը այն է, որ իրանք պլյուս մինուս նույն տեսակ խաղն են խաղում, որից որ մենք տեղյակ չենք, մենք չգիտենք իրանք ինչ են իրար մեջ պայմանավորվում, ոնց են պայմանավորվում, այդ ոնց անում, որ մի հատ բռնում են, հետո բաց են թողում, բռնելուց ինչ են պայմանավորվում, ինչ երաշխիքներ կա, ոչ մի բան չգիտեն, հանրությունը ոչ մի բան չգիտի, մենք ուղղակի գիտենք, որ իրանք ընտրություն են խաղում։ Կոչվում ալ բուլդոգների կռիվը խալուտակ, երբ որ դու պարզապես այդ խարու շարժից կարող ես կռահել, որ ինչ որ բան է տեղի ունենում։ Մենք հիմա չգիտենք, ես նույնիսկ այդ բանին թեզի հետ կապված թեզին իմ դուրը չի գալի, որ մեզ ընդդիմափոխություն է պետք, այդ թեզն էլ իմ դուրը չի գալի, մեզ ընդդիմափոխություն չպետք, պետք է դաշտից ոտից գլուխ սաղին մաքրել, պետք է սաղին ռադանել ես դաշտից։ Մեզ էդի է պետք, ոչ թե լավ ընդդիմություն լինի, որ այս իշխանությունները լավ աշխատեն, հա։ Դեն սիրուն վիզ դնող չէ, սաղին պետք է այս դաշտից ռադանել, բոլորը այս դաշտում պետք է ստանան իրենց քաղաքական գնահատականը, միջև այս պահը միջև նրան, որ բերեցին հասցրեցին այն փուլում, որ մի հատ կուսակցություն ձեները հավաքեց, որ ընտրական շեմը հաղթարեց, իրեն որոշեցին, որ ինքը պիտի չանցնի։ Միջև այս կետը բոլորի ու ես ինչ էի ասում, կներեք, էլի։ Ուրեմն մեր Սենց չգիտեմ ինչքանավա ճիշտ բան ասելու թե չէ, բայց տենց ես որոշում ունեմ, ինչ մտքիս կա մեկը ասելու եմ։ Ես ասում եմ, ինչ լավ կլիներ, որ մենք հայտնվենք Բարգավաճի դերում։ Ես ոնց որ քնելուց երազում եի, ասում եմ, ինչ լավ կլիներ, որ իմ 55,000 ձենը այտենց գողանային, որովհետև էդի իմ համար, գիտեք ինչ կլիներ, էդի կլիներ ոնց որ կյանքիս վերջը։ Կլիներ, որ ես իմ վերջի 2 տարին կյանքից նվիրել եմ մի հատ process-ի, գնացել ժողովրդից մանդատ եմ ստացել, ու ինչ որ մեկը կարա դա ինձնից խլի, դա բացառված է։ Դա գոյություն չունի տես բան, որ ինչ որ մեկը կարա այդ 55,000 քաղաքացու ձայնը ինձնից խլի։ Ուղղակի բացառված է։ Դա ձեզ համար կդառնար մոտիվացիա ավելի ռադիկալ պայքարի։ Մոտիվացիա չի, դա կյանքի ու մահու հարց է։ Ոնց որ եթե ես ոնց որ իմ կյանքի 2 տարին դրել եմ ու քաղաքացիները եկել ինձ ձեն են տվել, չկա ուրիշ տարբերակ քան այդ ձայների իրական գրանցումը, ուղղակի չկա, բացառված է։ Իսկ ինչ եղավ։ Դուք շատ հետաքրքիր բան եք նշում, դուք ասում եք, ես իմ կյանքի 2 տարին դրել եմ։ Ենթադրում եմ, որ ուժը, որից այդ ձայները գողացել են փաստացի, այդքան շատ ռեսուրս չի դրել։ Եվ դրա համար այդքան բարձր գուցե չի գնահատում։ Էլի իրանց խնդիրն է։ Ես մենակ ուզում էի, որ էդի մեր հետ լիներ։ Ես ուզում էի, որ մենք լինեինք այդքան լավ աշխատանք արածելնեինք ու կարողանայինք 55,000 քաղաքացու ու վայը տարելա, թող մեկը այդ 55,000 քաղաքացու թեկուզ մի հատիկ ձենը տաներ։ Դա ինձ թվում է սա շատ լավ հասկանալով Նիկոլ Փաշինյանը երբեք այդպես քայլի չէր գնա մեր ձեների հետ, ուղղակի երբեք չէր գնա, վախենալով որ դա կարա իր գլխին ջարդվի ու հենց հակառակ պատճառով էր Բարգավաճ Հայաստանի ձեների հետևից այդպես գնաց, որովհետև ինքը գիտեր, որ այդ ձեների հետևից ոչ մեկ չի գալու։ Ուղղակի ոչ մեկ չի գալու։ Ինքը ախր ուղիղ դրա մասին ասում էր, չէ, ինքը ազգային ժողովում ախր չէր ասում, ընտրությունները չեն կեղծվել, սա օրինական են, բան ասում էր, եթե ընտրությունները կեղծվել է, խի հրապարակը լիքը չի։ Խի հրապարակը լիքը չի, եթե ընտրությունները կեղծվել է։ Սխալ է ասում։ Ճիշտ է ասում։ Իր բանի ճիշտ ասում ու ինքը ոչ էլ ասում է որ ես չեմ կեղծել ընտրությունները ինքը ոչ ասում է չեմ կեղծել ինքը ասում է կապ չունի կեղծել եմ չեմ կեղծել բոլոր կողմերը բոլոր հնարավոր միջոցներով փորձել են ազդել այս ընտրությունների վրա առնվազն մինչև հիմա ունեցած ինֆորմացիային մենք հետընտրական եւ մանդատների հարցին էլ կվերադառնանք ձեր թույլտվությամբ, բայց ես ուզում եմ վերադառնալ ձեր ծրագրին առնվազն ինձ մոտ տպավորված հա այդ գլխավոր կետը դա այդ 1%-ի շեմն էր, հա իջացնել մուտքը ազգային ժողով դեպի 1% դա թույլ կտա որ տարբեր կուսակցություններ շատ ավելի շատ կուսակցություններ մտնեն, այսինքն հետեւաբար ստիպված կլինեն պայմանավորվել
Երբ ես մտածում եմ ձեր առաջարկած այս լուծումների մասին, կետային, այ դուք շատ հաճախ մտնելով ուղիղ եթեր Facebook-ում ներկայանում եք որպես քաղաքականությամբ զբաղվող IT-շնիկ, հա, ճիշտ եմ հիշում, ծրագրավորող, հա, ներողություն, ծրագրավորող, այ շատ տպավորությունը հենց այդպեսին է, որ սա հենց ծրագրավորողների առաջարկած լուծում է։ Երբ որ դու նայում ես համակարգին, դու տեսնում ես ինչ-որ տեղեր error, bug, եւ դու փորձում ես այդ error-ը դզելով, մտածում ես եթե այս մի երկու կետում այս բագերը դզենք, ինքը համակարգը նորմալ լավ կաշխատի։ Միշտեր հասարակությունը շատ ավելի կենսաբանական համակարգի է նման եւ ոչ թե թվային եւ այնտեղ ամեն ինչ շատ արագ է փոխվում, քանի դու դզում ես error, ինքը արդեն համակարգը փոփոխված ալնելում քո դզելու ընթացքում ու այդքան էլ հեշտ չի, ինչ կասեք։ Հետևյալն է, նայեք, ոնց ասեցի, մեր ծրագիրը հակառակ կողմից է ստեղծվել է ոնց է հնարավոր, եթե 60,000 քաղաքացի անցնի ազգային ժողով, ոնց է հնարավոր այդ 60,000-ի ձայնը կապիտալիզացնել հանուն մեր պետության ինչ որ մի բան լավ փոխելու։ Այդտեղից հետ գալով ենք մենք եկել նրան, որ ամեն դեպքում մենք պետք է նոր ընտրություններ կազմակերպենք, այսինքն 100 օր հետո պետք է նոր ընտրություններ լինի, դրանից ենք եկել, որ մենք պիտի ինքնալուծարվենք, որ ոչ թե ասենք 18 թվականին նման, 19 թվականին նման, ոնց որ դու ընտրությունները կազմակերպես քո օգտին, ոնց որ Նիկոլ Փաշինյանը արեց, օրինակ Նիկոլ Փաշինյանը, որ այդ ընտրություններին հեղափոխությունից հետո ընտրությունները աներ ու ինքը չմասնակցեր այդ ընտրություններին։ Միգուցե Հայաստանի Հանրապետությունը կտենա Նիկոլ Փաշինյանը ասեց Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ կլինեմ ես կամ ոչ մեկ չլինի, այո։ Ու մենք այդտեղից ենք եկել։ Հիմա ձեր գնահատականը մեծ հաշվով ինչ որ ճշմարտություն ունի։ Այսինքն ինքը այո, մենք նայել ենք, ասել ենք, եթե մենք նոր ընտրություն ենք կազմակերպելու, ապա լավ չի մի անգամից կազմակերպելուց տեսնենք ինչն է ակնհայտորեն պրոբլեմատիկ, դա ուղենք, նոր կազմակերպենք, բայց ինձ թվում է դուք թերագնահատում եք մեզ, այսինքն չնայած նրան, որ ծրագրավորող եմ, մենակ ես չեմ, ոնց որ ծրագրավորողներով, հա, բայց ոչ ծրագրավորողներ ունենք ու այդտեղ պետք է հաշվի առնել, որ հենց հասարակական ու քաղաքական իրողություններ էր փոխվելու մեր հաղթանակով։ Դա մենակ համակարգի մեջի տեքստերը չէր, իրականություն էր փոխվելու։ Այսինքն հենց այն փաստը, եթե դուք անցնում եք զգալի ձայներով պարլամենտ, սա արդեն իսկ վկայություն է, որ հասարակական փոփոխություն է։ Հենց դա, եթե հələ հանեք մեր ծրագիրը, ընդհանրապես հանեք։ Պատկերացեք մենք գանք իշխանության այդ փոքր տոկոսով, կապ չունի ոնց։ Դա Հայաստանում իրողություն էր փոխելու։ Դա փոխելու էր, թե մենք ինչ իրականությունում ենք ապրում։ Լավ վատի հարցը չի, բայց իրականությունը փոխվելու էր դրանով։ Անկախ մենք ընդ համակարգի մեջ բագ ինչ որ դզում էինք, թե չէ, այդ համակարգի բագ դզելը եղել է զուտ որպես հաջորդ քայլ, երբ որ այդ իրողությունները փոխվել է, օքեյ, ապա ինչ պիտի անես, հստակ ինչ պիտի անես, դա եղել է մեր ծրագիրը։ Ձեր քարոզչության մասին նախընտրական շրջանում գիտեք, որ մենք ուշով հետևում ենք բոլոր ուժերի տարված քարոզչությանը, ձեր դեպքում հիմնական հատկապես արդեն վերջում եւ դուք տենց լավ սկսեցիք, տպավորիչ էր, զվարճալի էր, ուրախ էր եւ այլն, վերջում արդեն ձեր ուժի ուղղությամբ քննադատությունը հետեւյալն էր, որ դուք այդ սպայդերմենությունը, որը հասկանալի է, հա, փրկիչների խոսույթի ներուղած սպայդերմենությունը դուք ստրատեգիայի վերածեցիք, մինչդեռ դա պետք է լիներ տակտիկա, այսինքն այդ կոմիքսների հերոսների, այդ ձեռառնոցի համակարգին ձեռառնելու ետևում ձեր միտքը սկսվեց չլսվեց, թվում էր, թե ձեր նպատակը հենց դա է։ Ինքնավերլուծությամբ զբաղվել եք, թերությունները ֆիքսելով զբաղվել եք, համաձայն եք արդյոք նման մտքին։ Նայեք, ոնց որ, այսինքն ոնց որ պետքա դա լիներ տակտիկա, բայց մենք դրանից սարքեցինք դա ստրատեգիա, հա։ Չգիտեմ, բարդ է այդպես գնահատական տալ, որովհետև մեծ հաշվով մեկ ուրիշ ախր շատ պարադոքսալ բան է, էլի։ Մենք ունենք նմանատիպ որոշում, մենք ինչ ենք անում։ Մենք ունենք ակցիաներ,
որոնք որ մենք կազմակերպում ենք փողոցում, ինչ-որ սիրուն գծում ենք, պայմանավորվում ենք ու կազմակերպում ենք, ու այդ բոլոր ակցիաները, քանի որ իրancs մեջ ունեին հետաքրություն, սրություն ինչ-որ չափով նաև, իրանք ոնց որ դառնում էին այդ օրը համացանցի քննարկման կամ տարածվող թույն նյութերը։ Միևնույն ժամանակ մենք ունենք զուգահեռ ստրատեգիա, որտեղ որ բոլոր հարցազրույցներին, բոլոր բանավեճերին, բոլոր տեղերը մենք գնում ենք մաքսիմալ մեր ծրագրի շրջանակներում, մենք չենք գնում այնտեղ Spider-Man-ից խոսում։ Մենք գնում ենք այնտեղ խոսում ենք մեր ծրագրերից, բանավիճում ենք մեր ծրագրերի շուրջ, նաև այն դրա շուրջ, ինչի շուրջ մենք եկել ենք համաձայնության։ Հիմա օքեյ, ես ինչ անեմ, որ այն բոլոր հանրային տրամադրված գործիքներն ու միջոցները անխտիր մենք օգտագործել ենք մեր ծրագիրը խոսալու համար։ Ամեն ինչ օգտագործել ենք դրա համար, բացառությամբ ինչ-որ նյուանսիկների, որտեղ պոպկորն են կերել, մեկը ծնգլահան են արել ու վերջի բանը։ Մնացած բոլոր տեղերը մենք միջև վերջի վարքյանը օգտագործել ենք միայն բոլորին դեմ է մի գաղափարը ու ծրագիրը առաջ տանելու համար։ Ոչ մի անլուրջ կետ չկար այդ ամբողջ այդ մուլտիպլեքսի ոչ մի վարքյանում։ Ու միևնույն ժամանակ այս մյուս հատվածում, որտեղ որ մենք փողոց ենք դուրս գալի ու գեներացնում ենք այնպիսի կոնտենտ, որից որ ուղակի համացանցը ոնց որ աշխուժանում էր, օքեյ, ոնց որ երկուսն է կար։ Պարոն Քոչարյան, հենց այդ վերջին բանավեճը, որտեղ կարծեմ Սպարտակ Գյուրեխյանն էր ձեր թիմից ներկայացել եւ Նիկոլ Փաշինյանը թվում էր թե բոլորին դեմի գլխավոր պահանջը եւ հարցակումը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ պետք է լինի կապված հենց սահմանադրությանը, որովհետեւ այդ մարդը եկավ իշխանության բողոքի ալիքից, որը առաջացավ սահմանադրության փոփոխությունների, նա խոսք տվեց, որ կլինի, արդեն 8 տարի մենք չունենք նոր սահմանադրություն, ավելին շուտով կարող է ունենանք, բայց դա չգիտենք ինչ։ Կարող ունենանք, հետո պարզվի ինչ էր, հա, բայց դա այն փոփոխությունները չի, նրա մասին չի, ինչ մենք սպասում ենք, առնվազն այս պահին չունենք սպասելիքներ, որ կլինի ավելի բաց, ավելի ժողովրդավարական սահմանադրություն։ Բայց ձեր ուժը այսպես ասենք հարցակվողական ոչ մի քայլ չարեց այս ուղղությամբ, որ ասեմ մենք առաջարկում ենք իջեցնել 1%։ Ինչ եք անում։ Դուք ինչ եք։ Նայեք, ասեմ, իդեպ քանի հնարավորություն ենք տվել, տենց մի քիչ բացել պատմեմ էլի այդ բանավեճերի մասին։ Եթե մարդիկ չգիտեն, օրինակ այդ բանավեճերին քաղաքական ուժերը բավականին հետաքրքիր ձևով են պատրաստվում։ Ես նույնիսկ չգիտեի, որ տենց է դա, քանի որ մտնանք մեջը ու պատրաստվելը ո՞րն է, դուք մեծ հաշվով գրեթե այն ամեն ինչ ինչ դուք տենում եք հեռուստացույցով, ինչ մարդը խոսում է կամ անում է, դրա հիմնական իդեաներն ու մտքերը նախապես պատրաստված են, նախապես քննարկված են, թե ում ինչ հարց պիտի տա, ինչ հարցի դեպքում ինչ տեսակ արձագանք պիտի լինի։ Նկատի չունեմ այդ շոուն է սաղը տենց սարքած, ամեն մեկը, ամեն քաղաքական ուժը այտենց պլանավորել է։ Մենք դրա շուրջ հարցում էինք ու այդ հարցը բարձրացվել է մի քիչ ուրիշ կողմից, ասել են ոնց որ եթե հա խոստացել ես ոնց որ սահմանադրություն պիտի փոխես, հիմա ասում ես սահմանությունը փոխում են, ոչ թե տեքստն ես տվել։ Դրա շուրջ եղել է, խնդիրը ինչու՞մն է կայանում, որ այդ բանավեճում փաստացի հողի վրա այն ինչը մենք նախատեսել էինք որ կլինի, հողի վրա եղավ փաստացի լրիվ ուրիշ բանավեճ, ասեմ հետեւյալը։ Նայեք, դուք ինձ ասեք որպես լսող էլի, նայեք։ Դուք նայում եք բանավեճ է տեղի ունենում Արցախի հարց, պատերազմի հարց, զոհերի հարց, բռնի տեղահանվածներ, ասենց այդ լեվելի բանավեճ է գնում։ Ռադիկալիզացում, հա, թեման։ Այդ դաշտի բանավեճ է գնում ու մենք գիտակցաբար տեղում որոշում կայացրեցինք, որ մեր թեզերը այդտե չմտցնենք, որովհետև դա այդ ընկալումը մեր գնա adekvat չի ընկալվի։ Adekvat չէր ըննելու, երբ որ կոպիտ ասած մեկը մյուսին ասում է տարար 4000 հոգու գլուխ կերար, դունդուց իսկ 1% շեմը ինչ է կանելու։ Այդ ինչքան էլ որ այդ 1% շեմը մեր համար իրականում կարևոր է, ինչքան էլ մենք հասկանում ենք որ դա շոու է, մեկը ընկալման տեսակետից, երբ որ դու նայում ես բանավեճ 4000 զոհի մասին, ուտեղ հայտնվում է ինչ-որ մեկը Spider-Man-ի բրոշկով ու հարցնում է 1%-ի մասին, դա չէր աշխատելու։ Պարոն Քոչարյան, դուք հիմա շատ գեղեցիկ եւ վառ նկարագրեցիք, թե ինչ է անում խոսույթների ռադիկալիզացիան քաղաքական դաշտի հետ։ Այսինքն, երբ դու անդադ տաքացնում ես զրույցները, գետնի վրա խնդիրների մասին խոսալու հնարավորությունը
իջիկ է դառնում, վերանում են։ Սա այս պահին մեր հիմնական քաղաքական ուժերը մեծ հաճույքով օգտագործում են բոլորիս գլխին։ Պարոն Քոչարյան, հետընտրական process-ների մասին դուք չանցաք ինքնալուծարման գործընթացի մեջ եք նախ շարունակելու եք արդյոք զբաղվել քաղաքականությամբ, բոլորին դեմը ինչ որ ուրիշ տեսքով, ուրիշ բովանդակությամբ գուցե լինելու է թե չէ։ Բոլորին դեմը չգիտեմ ուրիշ տեսքով կլինի թե չէ, որովհետև նայեք, բոլորին դեմը եղել է հենց այն ինչ որ կա հանրային ընկալումներում, թե ոնց են ընկալել մարդիկ մեզ, այսինքն մենք ինչ որ մի թիմ չենք, որ տարբեր իդեալներ ունեինք, գիտենք Հայաստանը ոնց պիտի իրար հետ լինի, բայց որոշել ենք բոլորին դեմելով սենց ինչ որ փոքր բան անենք, այտենց թիմ չենք, մենք ռեալ այնպիսի թիմ ենք, ով իրար հետ ձևավորվել ու կոնսենսուսի եկել հենց նրա շուրջ ինչը որ մենք հանրային հրապարակել ենք, այսինքն հիմա բոլորին դեմը հենց այս բայդրությամբ չկա։ Մենք բոլորին դեմական հանդիպումներ էլ չկան, շտաբը էլ չկա, հեսա կլինի, որովհետև կազմակերպելու ենք ինքնալուծարման process-ը, բայց մեծ հաշվով չկան, բայց ինչ կա դրա փոխարեն։ Դրա փոխարեն կա բոլորին դեմի ընթացքում քաղաքականության հետ շփված մարդիկ, ովքեր մտան քաղաքականություն, փորձարկեցին ինչ-որ իդեաներ, ինչ-որ բաներ սովորեցին, ինչ-որ բաներ լավ արեցին, ինչ-որ բաներ վատ արեցին, միևնույն ժամանակ այդ ընթացքում իրար հետ վստահություն ու հարաբերություններ ձեռք բերեցին։ Ես երբ որ բոլորին դեմը նոր էի սկսել, այդ դաշտում շատ քիչ մարդիկ կային, որ արդեն իմ ընկերներն էին, բայց նոր եկած մարդկանց չէի ճանաչում, ահավոր ձևի անվստահություն ունեի, բայց այս ճանապարհի մեջով անցնելով լիքը վստահություն ա ձեռք բերվել։ Հիմա բոլորին դեմի շուրջ, այսինքն այդ խմբի շուրջ հիմական շատ քննարկումներ։ Հիմա մենք քննարկում ենք տարբեր տեսակի իդեաներ հաջորդ փուլին մասնակցելու համար, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել հետեւյալը, որ նույն ոճի բան, այսինքն ինչ որ փոքր հարցի շուրջ փորձել կոնսոլիդացվել լուծել, նման բան ամենայն հավանականությամբ չի լինելու, եթե լինելու է, դա լինելու է Այսինքն կփորձեք դառնալ ավելի լայն շարժում, ճիշտ է՞ ասում։ Ոչ միայն շարժում, եթե մենք լինենք, մենք այնպիսի Հայաստան ենք մարդկանց խոստալու ու այնպիսի կարողություններով ենք մտնելու այս ամեն ինչի մեջ, որ այդպիսի Հայաստանը իրողություն դառնա, կամ մենք չենք լինի։ Շատ լավ, ինչ եք կարծում, հա, որպես սկսնակ քաղաքական գործիչ, ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները, թե ոչ, որովհետև հիմա այդ հիմնական դեբատները դրա շուրջ են, երկու կողմն էլ բավականին հիմնավորված տեսակետ է ներկայացնում, ինչու վերցնել եւ ինչու չվերցնել, ձեր կարծիքը։ Ես թքած ունեմ այդ հարցի վրա։ Իրանք անկարևոր են։ Ինչու։ Որովհետև իրանք կապ չունեն այն Հայաստանի հետ, որը որ ես եմ պատկերացնում։ Զերո կապ ունեն։ Թե իշխանությունները, թե ընդդիմությունները, թե իրենք մանդատ կվերցնեն, չեն վերցնի, իմ մասով մենակ մի քիչ անհանգստությունը սա որ ամեն դեպքում ես եմ հարկեր տալի ու այդ հարկերից գնում են իրանք ոնց որ աշխատավարձ են ստանում, այդ մի տեսակ անհանգստացնում է, բայց բացի այդ մեծ հաշվով ես թքած ունեմ այդ հարցի վրա, իրանք մանդատ կվերցնեն, չեն վերցնի, իրար հետ ընդ աժում, իրար կծեծեն, չեն ծեծի, դա կարևոր չի, որովհետև այն միջավայրում, որտեղ որ մենք ենք ապրում, այս միջակությունը ու փնթիությունը, որը որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, այդ նախ իրանցից է գալի, նախ մեր ամբողջ կյանքի ձևը դրա շուրջա կառուցված, դա պետքա փոխել։ Դա փոխելու համար պետքա ներկայացնել առաջարկ, որը որ հանրության համար անկալելի է, առաջարկ, որը որ հանրությունը կարա զգա, որ դա իսկապես հնարավոր է անել ու աշխատել այդ ուղղությամբ։ Հետ հայաց գցելով Ինչպես եք գնահատում նախորդ ընտրությունների քարոզչական ամբողջ ընթացքը ձեր հանած, ձեր մասին չեմ խոսում, որովհետև ինչ ասես չտեսանք, էլ հակակոռուպցիոնի ձայնագրություններ, էլ հիբրիդային պատերազմի մասին խոսույթներ, էլ Ռուսաստանից են գալիս, հետո պարզվեց Ռուսաստանից չեն գալիս, էլ իրոք սուտ լուրեր, էլ այսինքն այդ ամբողջ ինֆորմացիոն ծայրահեղ չեմ վախենա այդ բառից աղբը ամբողջ ընթացքում լցվեց մեր գլխին։ Ձեր գնահատականը։
Որոշ մարդիկ կարծում են, որ դա արդարացված է, բայց չեք ուզում նախընտրական շրջանը դա պատերազմ։ Հա, էլ սեպտեմբերին պատերազմ, էլ 300,000 ադրբեջանցի, էլ 300,000 մարդու տանելու են Դոնբաս, ինչ ասես։ Նայեք, գնահատականը հետեւյալն է, ես sense երկու հարցի անդրադառնամ, մեկը օրինակի համար այդ որ ասում էին, որ ռուսներ են, չէ, գալի բան, հայեր են գալի բան Ռուսաստանից, այդ տվյալները հենց հիմա կա, ասեմ դուք իմանաք այդ մոտ 2000 հայ է ապրել եկել։ Իրանք ախր ես մի քանի անգամ բարձրացրեցի այդ հարցը, սխալ հարցում ենք անում պետությանը պետք է անել հետեւյալ հարցումը, ոնց որ իդենտիֆիկացված է բոլոր ընտրություններին մասնակցածները։ Իրանք գնացել են, մատը դրել են, պասպորտը սկան են արել։ Թվային կա այդ ինֆորմացիան։ Կա նաև թվային այն ինֆորմացիան, թե ով է մտել Հայաստան։ Կա այդ նաև այդ թվային ինֆորմացիան։ Հիմա ինձ ցույց տվեք բոլոր ընտրություններին մասնակցածները, ովքեր որ վերջին մի ամիսն են մտել Հայաստան։ Այդ թիվն է պետք ուզել, որ պետությունը ցույց տա։ Ես ասեմ հետեւյալը, ոնց որ այդ թիվը ոնց որ դեբիլ չեն, չէ՞, ամեն դեպքում ոնց որ եթե դա էական ինչ-որ թիվ լիներ, դա հունիսի 9-ին այդ թիվը ոնց որ ցույց են տալու, չկա դա այդպես թիվ, չկա դա այնպիսի թիվ, որը որ անհանգստացնող է, ու ես մի հատ բան եմ էլի ուզում ասեմ, նայեք, ես չունեմ գնահատական, ես լավ չեմ հասկանում, արդյոք ոնց որ այդ հիբրիդային պատերազմը այդ ինչ է, դա իրականում ինչ որ գործող համակարգեր են մեզ ճնշում, թե դա քաղաքական ինչ որ թեզեր են, որը որ կարողանում են հանրությանը կառավարեն։ Չգիտեմ, ազնիվ չգիտեմ, էլի շատ դժվար է դա իմանալը, բայց եթե թեկուզ կա հիբրիդային պատերազմ, չէ՞, եթե գանք նրանից, որ Հայաստանի Հանրապետության դեմ վարվում է հիբրիդային պատերազմ, ոչ միայն Ռուսաստանի կողմից, երևի բոլորի կողմից։ Հիբրիդային պատերազմ։ Ես sense եմ էլի նայում։ Եթե ես իշխանության եմ ու ես գիտեմ, որ իմ դեմ հիբրիդային պատերազմ է, առաջի բանը, որ ես կանեմ, ոչ թե ամեն ոնց որ քայլափոխիկը գնամ գոռամ, ասեմ հիբրիդային պատերազմը ու 100 հատ սուտ թեզեր կհնարեմ, բայց ինչա հիբրիդային պատերազմը մարդկանց տեղ հասցնեմ։ Առաջի բանը ես որ պետք է անեմ, պետք է մտածեմ sense նայեք, հիբրիդային պատերազմը ինչա պետք անել, որ հանրությունը չտրվի այդ հիբրիդային պատերազմին։ Պարզ բանը պետք անել, պետք է նենց անել, որ այդ հանրությունը վստահի պետական ինստիտուտներին։ Պետք է նենց անել։ Դա երկարաժամկետ գործունեություն է պահանջում։ Դա չես կարող ընտրություններից 2 ամիս առաջ կազմակերպել։ Ընտրություններից 2 ամիս առաջ չես կարող անես, 3 տարի առաջ արա։ Ու հետո ուրիշ բան էլ ասեմ, երբ որ դու այնպիսի գործունեություն ես ծավալել քո քաղաքական շահի ձեռնելով, օրինակի համար Բագրատ Սրբազանին բռնեցին, զայնագրություններ ցույց տվեցին, գլխավոր դատախազը ու քննչականի կոմիտեի այդ քննչականի կոմիտեի նախագահը, ինչա նախագահ է դա, քննչական կոմիտեի նախագահան, երկուսով հելան այդ իրանց բերանից են այդ բառերը դուրս եկել, ես չեմ հնարում։ Հելան հայտարարեցին, որ կոնտեքստից կտրված բան չկա։ Հենց հաջորդ օր ասեցին այդ ձայնագրություններում ոչ մի բանը կոնտեքստից կտրված չի։ Ու էդի գնաց միջև դատարանով ապացուցվեց, որ դա կոնտեքստից։ Հիմա եթե դու քո քաղաքական շահից ելնելով գնացել ես այնպիսի քայլի, որ գլխավոր դատախազի բերանից դուրս եկած բառերը իմ համար արդեն ոչինչ են, որտեղ դա ապացուցվել է, որ դա սուտ է, դու ո՞նց ես սպասում հիբրիդային պատերազմի դեմ կռիվանես։ Ես հիմի որպես քաղաքացի ո՞նց եմ թացը չորից տարբերելու։ Եթե դառնում ես հիբրիդային պատերազմի զենքերից մեկը։ Դու հենց էտա, իդեպ հենց այդ միտն էի ասել էի ախպեր դուք կամ անմեղսունակ եք, կամ դուք այդ հիբրիդային պատերազմի 5-րդ վաշտն եք, ում որը օգտագործում են հիբրիդային պատերազմը ավելի էֆեկտիվ անելու մեր դեմ։ Իսկ քարոզչությունը խոսենք հիմնական անցած ուժերի մասին։ Դե ախր Եթե դուք չլնեիք, դուք ում կքվեարկեիք։ Եթե ես չնեի ում կքվեարկեի, ինչ որ կփորձեի անցողիկը որն է, անցողիկին մոտ ուժերից ինչ որ մեկին, եղացածներին ոչ մեկին, ով որ անցել է։ Քարոզչությունը շատ վատ է եղել, դա բոլորը գիտեն, իմաստ չկա ինձ թվում։ Նայեք, այդտեղ վատը կա մի կողմը ասեցի, իմ խնդիրը որն էր, էլի, իմ խնդիրը այնա, որ այդ քարոզչությունը պիտի չօգտագործվի քո պետության նկատմամբ վստահության ֆունդամենտի քանդելու համար։ Պիտի տես բան չլինի, ոնց ուզում ես քարոզչություն արա։ Իդեպ ուզում ես սուր լինի այդ քարոզչությունը, ինչ ուզում ես արա, ուզում եք իրար մորթեք եւ այլն քաղաքական իմաստով։ Եթե այդ քարոզչությունը հատում է այն գիծը, որտեղ որ հանրությունը սկսում է պետության նկատմամբ անվստահություն ձեռք բերել, օրինակ որ այդ դեպքում
Ուրեմն այդ քարոշչությունը ոնց որ ոչ թե նրա մասինա որ ինչ-որ ուժ ընտրվի, այլ նրա մասինա որ պետությունը քանդես։ Որտեվ քանդում ես քո քաղաքական շահի համար, քանդում ես հանրություն, պետություն, փոխհարաբերությունները։ Իմ մոտ քանդել ես անձամբ իմ մոտ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը հել է հայտարարել է, ես էլ ոնց որ նոր արդեն քաղաքականության մեջ մի քիչ ինչ-որ քայլեր արած մարդ էի, ինչ-որ բաներ ավելի էի հասկանում, երբ որ ինքը հելնում հայտարարում է, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ես սահմանական մեծամասնություն չլինեմ։ Ես դրանից վատ եմ զգում։ Ես դրանից վախենում եմ, ազնիվ եմ ասում։ Ես երբ որ ինքը տես բան է ասում, ես չեմ մտածում որ ինչ-որ հավայի բանա դուրս տալի։ Ես մտածում եմ լավ ախպեր, ինչ ուզում ա լինի, սա պետության վարչապետ, ասենք իր տակ այնպես պետական ինստիտուտներ են դրած, որ նման բան երևի թե ինչ-որ հիմնավորում կա, էլի որ ասում է։ Ու երբ որ այդ տեսակի բաներ դու մի անգամ չես անում, երկու անգամ չես անում, 10 անգամ ես անում, 50 անգամ ես անում, դրանից հետո երբ որ ես ցանկացած պետական պաշտոնյա ես հիմա որ նայում եմ, ես ոնց որ կարամ պատասխանատու ձևով ասել, որ իրենք խափում են։ Նույնիսկ անգամ չլսեմ ինչ ասում, կարաս այնպես բերանը բացի ասեմ խափում ես։ Ու էլ ինձ կարևոր չի։ Էլ ինչ քարոշություն, մի արեք այդ ընտրությունները։ Ավելի լավ արդյունք կլներ, որ չկազմակերպեք այս ընտրությունները։ Եթե այս ընտրությունները պիտի կազմակերպեք ու դրա արդյունքում այնպես անեիք, որ հանրության ու պետության կապը այս տիպի պետքա դեգրադացվեր, այլ լուչը չկազմակերպեք այդ ընտրությունները։ Ես այստեղ համաձայն չեմ, պարոն Քոչարյան, իմ կարծիքով հանրության եւ պետության կապը ավելի լավ լինի վատը, քան չլինի առհասարակ, բայց հասկանում եմ։ Այդ որ ընտրություն չանեն, կապ չէ լինելու, հա, հասկացա։ Ավելի, եթե չլինի, այսպես ավելի լավ է վատ կապը։ Ավելի լավ է վատ ընտրություններ, քան թե ընտրությունների բացակայություն, ավելի լավ է վատ պարլամենտ, քան թե պարլամենտի բացակայություն։ Հա, համաձայն եմ։ Հա, այնպես որ, հա, դուք ինքներդ ձեր խոսքի մեջ ասացիք, որ փաստացի ստացվում է, որ դուք փոշիացրեցիք ձայները եւ եթե դուք չլինեք, դուք կքվեարկեք ինչ որ մի անցողի ուժի։ Ստացվում է, որ դուք իրոք փաստացի փոշիացրեցիք ձայները եւ մարդիկ ովքեր ասում են, որ դուք Նիկոլի պրոյեկտներ անգամ եթե դուք դրա մասին չգիտեիք, այդպես է ստացվում, ճիշտ եմ հասկանում։ Նայեք, ես երեք դրա մասին հանրային ասել եմ, հետեւյալը քաղաքականության մեջ չնայած որ նոր եմ դուք էլ ասում եք սկսնակ են բան, սկսնակ ծրագրավորող էլի, քաղաքականության մեջ կարևոր չի թե դու ինչ մտքեր ես ունեցա։ Որ կարևոր չի թե դու լավ ես մտածում, վատ ես մտածում, բարի մղումներով ես, չար մղումներով ես, ինչ որ բան լավ բանի համար ես անում, թե վատ բանի համար ես անում, քաղաքականության մեջ կարևորը այնա թե դու ինչ արդյունք ես գրանցել։ Հիմա փաստացի մեր գրանցած արդյունքն է, որ մենք ձայներ ենք փոշիացրել։ Ոչ մեկ դրա դեմ չի կարող հակառակ փաստարկ բերի։ Մենք ձայներ ենք փոշիացնել։ Երբ որ մեզ ասում են, ասենք չգիտեմ, Նիկոլի պրոյեկտն դա շատ դժվար է, էլի, ոնց որ բան անել, եկեք դրան չարձագանքեմ, բայց ֆիքսենք հետեւյալը, որ այո, մենք ձայները փոշիացրել ենք։ Հարցը նաև ինչ ձայներ ենք փոշիացրել, դա էլ դժվար է, էլի, ես բայց նույնիսկ չեմ էլ ուզում մտնեմ, բա գիտեք, մեզ կարող է իշխանություն, կարևոր չի։ Արդյունքը այն է, որ պրավալ ենք տվել։ Արդյունքը այն է, որ գնացել ենք, պարտվել ենք։ Բոլորին դեմ եմ, պարտվել է։ Էդի ոնց որ արձանագրված է, ես մենակ մի հատիկ բան էլ ավելացնեմ, ոնց որ հիմա քաղաքական արդյունքը դա է, որ մենք պարտվել ենք։ Բայց քաղաքականությունը դա 90 րոպեանոց խաղ չի։ Քաղաքականությունը դա անվերջ խաղ է։ Չկա քաղաքականության մեջ վերջնական խաղի հաղթող ու վերջնական խաղի պարտվող։ Քաղաքականությունը անվերջ է, քանի դեռ դու խաղի մեջ ես ու եթե մեր մոտ կստացվի վերախմբավորվել, կստացվի այնպիսի միտք ու ապագայի ցանկություն ու կամ գեներացնել ու գալ դա Հայաստանում իրագործել, դրա օգնող շատ մեծ բան լինելու բոլորին դեմ եմ հիմա արածը։ Այսինքն երբ որ մենք ապրենք այն իրողությունում, որտեղ որ բոլորին դեմ եմ արձանագրված քաղաքական արդյունքը կլինի հիմք ավելի մեծ քաղաքական process-ի, այդ ժամանակ իմ գնահատականը կփոխվի ու այդ ժամանակ ցանկացած մեկի գնահատականը կփոխվի, որովհետև այդ ընտրություններում այո քաղաքական արդյունքը վատն էր, բայց այդ արդյունքը օգտագործվել է այս մյուս process-ի համար հստակորեն էականորեն, այսինքն արդյունքը դե չէր դեռ լպտի արդյունքին սպասենք։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ այսօր մեր հյուրն էր, բոլորին դեմ եմ արդեն իսկ ինքնալուծարման գործընթացի մեջ կուսակցության նախագահ Արամ Քոչարյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։